Այսինքն գալիս է տուն, նա նորից գործ ունի անելու։ Եվ հետևաբար դնում ենք երեխային էկրանի առաջ, աշխատում ենք։ Տալիս ենք երեխային այդ 3-4 ժամանոց երկար մուլտիկները եւ, չգիտեմ, կերակուր ենք պատրաստում, սա ենք անում, նա ենք անում։ Չկա ոսկե միջին։ Ոսկե միջին անշուշտ կա եւ լավագույն տարբերակ կա, միջինն էլ պետք չի, շատ կարեւոր է, որ ծնողը կարողանա այդ սահմանը գտնել, հա, որն է իմ աշխատանքային ժամը, որն է իմ ընտանեկան ժամը, որն է ժամը իմ երեխայի հետ ունեցած հարաբերությունների, այդ լղոզումների պատճառով մենք ունենում ենք զոհեր։ Եվ եթե հիմա խոսում ենք սմարթֆոններից եւ երեխաներից, զոհը այս պարագայում երեխան է։ Այո, մի քանի տարի շահավետ է այդպես, երեխան կլինի էկրանի առաջ, մենք կանենք մեր աշխատանքը, այո, բայց հետագայում ծնողները արդեն դռնեդուռ ընկած այս բժշկից այն բժիշկ, հոգեբան, նյարդաբան, լոգոպեդ, մեծ ֆինանսներ են ծախսում, որ կարողանան այդ բաց թողումը լրացնել կամ վերականգնել, որն էլ հարց է, հնարավոր է արդյոք։ Երբեմն այդ բաց թողածը հնարավոր չէ լրացնել։